Հարգանքներս բոլորին ցավն է տանեմ ուրեմն մոտակա ընտրությունների մասին երկու խոսք ասեմ ես էլ եմ կրկնում ցանկություն չունեմ եւ չեմ ունեցել երբևէ քաղաքականության մասին խոսել բայց լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերջով ապրում ենք էլի ստե մեծացել ենք կարճ ներկայանամ ես Մկրտիչ Նիկոլայի Կարապետյանն եմ մասնակցել եմ շատ ընտրությունների եղել եմ եւ վստահված անձ եւ հանձնաժողովի անդամ նախագահական ընտրությունների պարլամենտական դեր Վազգեն Մանուկյանի որոք հիմի ասել ես ինչ է եթե գնալու ենք ընտրության ուրեմն իմացեք պարտությունը դա իշխող կուսակցությունը կհաղթի ինչ եմ ասում բոյկոտել դա իմ կարծիքն եմ ասում ես կոչ չեմ անում ես ընդհանրապես ընտրության չեմ գնալու երբևէ բոյկոտել բողոքի ակցիա եւ ընտրության օրը չգնալ ընդհանրապես տոկոսային հարաբերությունով որտեւ անիմաստ է ցավն է տանում Միևնույն է ֆինանսավորելու, միևնույն է իրանք էլ լինելու։ Հայաստանում երբևէ արդար ընտրություններ չի եղել եւ չի լինի։ Ես շատ եմ հարգում, ասենք, բարձ ասեմ ձեզ այն մարդկանց, օրինակ ես նշեցի, որ ամբողջ իրենց կյանքը նվիրել են անկախությանը, նվիրել են ինքնորոշմանը, մեր ազգի, պետականության Դրան շատ կան, մենակ Պարուր Հարիկյանը, ես հիշում եմ դեռ հանրահավաքների ժամանակ ես այիմ կուսակցության բրաշուրներ կար, բաժանել եմ, դեռ ավելի երիտասարդ տարիներս, որ Հայքսյանին արտաքսին այդ երկից, հետո ինքը եկավ Դե Պարուր Հարիկյանը բոլորս գիտենք, որ եղել է եւ մարդու իրավունքների նախագահան մի շատ պաշտոն։ Ինչ եմ ուզում ասեմ, ամբողջ իր գիտակից երիտասարդ տարիները, գաղութները, կոմունիստն յորոք անցած մարդ է, գաղափարապես գրագ է զարգացած տղա է։ Հիմի սենց ասեմ, ու կան, շատերը կան։ Դրա համար բոյկոտել ցավն է տանում, եթե դժգոհ ենք ներկայիս իշխող կառավարությունից, դա է։ Իսկ ընդհանուր առմամբ ես ասեմ, ես չեմ մասնակցել ոչ մի ընտրության։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։